ցեղասպանությունն են վտանգում, ինչպես պետք է արդյոք հայոց ցեղասպանությունը շարունակի ճանաչումը լինել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, թե ոչ։ Ուրեմն ես որպես հայ քրիստոնյա ազգ, որ այսօր իմ ժողովուրդը իրենց պայքարով, իրենց մասնակցությամբ արդեն 44 մեծ հզոր պետություններից առավել ընդունել են ցեղասպանությունը, որ դա միայն հարկավոր է հարգել գնահատել, դա աշխատանքն է մեր ամբողջ հայ ազգի, դրսի ազդեցիկ մեր հայերի, մենք չենք կարող մեր անցյալը մոռանանք, ուրեմն եթե մոռանանք, ուրեմն ապագա չենք կարող ունենալ։ Ես 100-ամյակի կապակցությամբ Սովետաշրջանում կառուցել եմ ցեղասպանության եկեղեցի, այնպես որևէ մի հայ իրավունք չունի ոչ ուրանալու, ոչ մոռանալու։ Ես ուրիշ հարցեր այսօր չպատասխանեմ, ինձ կներեք։ Դուք ասել եք երբևէ չեք մտածի, որ կվախենան իշխանությունները Արարատին նայել։ Ասել եմ, կարող է հրաժարվում եմ, ասել եմ, որ այսօր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչ չի կարող Հրիշչյանի նայի մասից Սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել, որ այսօր տաճարը Ստեփանակերտում քանդում են, դա մենք չենք պատկերացրել, անհնար եղել այդ մասին մտածել։ Շնորհակալություն։ Հաջորդ օրը խորոված փարթի են անելու։ Խորոված փարթի են անելու հաջորդ օրը, ձեզ համար դա նորմալ է։ Սիրելի լրագրողներ ջան, գիտեք Ծառուկյանը հարցերից չի խուսափում, ինչ որ պատկերացնում եմ, ինչ որ մտածում եմ, այսօրվա օրը թողեք հանգիստ, այսօր եկել են գործել հարգանքի տուրք մատուցելու, տեսնում ես ամբողջ ժողովուրդը այստեղ իրենց երեխաների, թոռների հետ, ամբողջ աշխարհը սգում է, հիշում է, մենք պետք է միասնական լինենք այդ ստեղծած հարածը, որ եթե այսօր 40 երկրից ավել խոշոր պետություններ ընդունել են, օրենքներ են ընդունել, քրեական են դարձել, ովքեր որ հակառակ ասեն։ Նույնը մենք պետք է անենք եւ պետք է ոնց որ Գերմանիան ընդունեց հրեաների ցեղասպանությունը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի։ Նորեն ժամանակ կարող ենք մնացած մասին խոսել։ Շնորհակալություն։ Գիտես չեմ խուսափում հարցերից, և ասես, այսօր ասի առաջիկա օրերին Վարչապետի տեխնացուների թիվը ավելացավ։ Այսօր Չորսն է, Բայց չեք ասի։ Դրսում եմ մնում ցավը։ Բայց մեկը ասելու ենք, դուք եք համաձայնություն տալու, իմ թիմակիցներն էլ լինելու է ապագայի վարչապետ, որ ես մեր ժողովուրդը այս վիճակից դուրս գա, դες ցավը տանեմ, գնացեք շփվեք, ցանկացած որտեղ կլինի, վարչական շրջան կլինի գյուղեր, մարդկանց վիճակը ծանր է, մտքերի մեջ, պատի տակ նստած, ջղայնացած, թե ոնց պետք է վարկը փակի, եւ պետք է խնդիրը մենք ազգովի պետք է մտածենք դա անենք։ Կապ չունի Ծառուկյանն որ կուսակցությունը, այլ ազգովի, երբ որ եղանք միասնական, ընդհանուր կարողացանք համախմբել, գնահատել, ով այդ փորձը ունի, այդ ցանկություն ունի, կապերն ունի, պետք է խնդրենք կանգնենք կողքը, մենք այս վիճակից դուրս գանք, այսօր անձնական որ Ռոբերտ Քոչարյանին չեք ընտրի վարչապետ, եթե օրինակ նրա շուրջ համախմբում լինի։ Բայց ես նորից եմ ասել եւ համապատասխան Ռոբերտ Քոչարյանն էլ ասել, ով առաջինը կլինի, այդքան շատ զեն կտանի, նա էլ կորոշի։ Պատրաստ եք ընտրել ամենաշատ քվե ստացող ընդդիմադիր Ես ասեցի հիների հետ գործ չունեմ, գործողների հետ գործ չունեմ։ Բայց ամենաշատ քվե հավաքած դաշնակ։ Դες ասում են մի հին, այսինքն նախկին էլ դուք եք։ Բայց նախկին էլ ես որն եմ ասում նա, եպեք բոլորին հնարավորություն տվեք, ամբողջ կյանքը պայքարել եմ, որ կարողանամ այդ ծրագիր իրականացնել, իմ կապերն օգտագործեմ, ժողովրդի մատից փուշ անենք, մեր երկիրը ծաղկացնենք, զարգացնենք, հասարակ մի բան, այսօր Հայաստանում ունես մի հատ ոլորտ սպորտ, այն է որ Ծառուկյանը հիմքը դրել է, գումարներ դրել է, զարգացել է 25 տարի, որ այսօր եւ թիմային եւ աշխարհում բացի ոսկե մեդալից ուրիշ բան չի գա։ Քաղաքական որոշում է սպորտի